ամեն մշակույթ իր ներսում առաջացած խնդիրների ըստ այդ խնդիրների է ձևակերպել այդ պատվիրանները, հա։ Այսինքն մի շնացիր դա հայկական պատվիրան չի, հայկական հասարակությունում այդ խնդիրը չի եղել։ Հեսա մենք նայենք հայոց պատվիրաններին։ Ասում մենք ունենք 9 պատվիրաններ, հա, ես ձեզ հիմա ներկայացնեմ, եւ ես որ փնտրում էի Հայկ Նահապետի 9 պատվիրանները, ես գտա այս մենակ սա չէ, բայց սա եմ ուզում, որտեղ ամենահամառոտն է սա։ Հա, մենք լսենք Հայկ Կիրակոսյանին։ Առաջագրում հիշատակում են Հայկ Նահապետի 9 պատվիրանները։ Առաջագիրը Սասունցի Դավիթն է, էպոսը։ Մենք որ էպոս ունեինք, իրանք իրաց Թալմուդը չունեին։ Եթե բայց միևնույն ժամանակ խիստ կարևոր։ Առաջինն ասում է ով քնած է արթուն կացեք։ Երկրորդը մորիցս մեկ եմ ծնվել, մեկ զարկ եմ տալիս։ Երրորդը երբեք մի անձիր թշնամու թրիտակով։ Չորրորդը ոգեկոչիր նախիներիդ։ Հինգը փորձվիր ոսկով եւ կրակով։ Վեցը եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ 7-ը լոր մի որսա հաղթիր թշնամուդ։ 8-ը սանձիր հոգիտ, ոգիտ ու մարմինդ։ 9-ը վերևն Աստված ներքևը դու։ Մտածեք, ո՞րն եք պահում այս պատվիրաններից։ Ես արագ անցա այս ամեն ինչի միջոցով վրայով շնորհակալ եմ Հայկին, կարգին գործարը, ես ամասին տեղը չէի աստորը։ Ես այդ ճգնաժամը բերեց, այս ընդհանուր ճգնաժամը ինձ բերեց այստեղ։ Ինձ երեկվայի հաղորդումից հետո մեր ընկերը ուղղակի նկատելով պրոգրեսը, այսինքն պրոցեսը առաջարկեց, որ ես սան ծանոթանամ։ Մենք բոլորս ենք ելի ծանոթ չեմ մեր Սասունցի Դավթի պոեմին, եթե ոչ ամբողջությամբ, գոնե ասենք մեծ կտորներով։ Ես էլ երբեմն բերում եմ հա դերից ցիտատներ, բայց երբևէ այս կանոնակարգված, համակարգված ինչպես հիմա հայկալեց, ես երբևէ չեմ անդրադարձել։ Ու եթե նկատեցիք, այս խնդիրները շատ զուտ հայկական խնդիրներ էին։ Ես այս հաթաթ եմ անցնելու սրա վրայով։ Հաթաթ։ Իսկ այն ինչ որ Մովսեսի պատվիրանների մեջ է, դա իրենց մի գողացիր, որտեղ իրանք իրարից գողացել են։ Մի շնացիր, որտեղ իրանք իրարից շնացել են։ Հա, մի սպանիր, որոնք իրանք իրար սպանել են, բայց մի սպանիր հրեայի, ուրիշին կարող է սպանել, այդքան տեղը չի ասում։ Իրանք իրար Թալմուդում գրած է։ Մի սպանիր հրեայի, բայց հրեայից դուրս գոյերին դու պարտավոր ես սպանել, հա։ Եվ այլն, այսինքն իրենք իրանց միջավայրի համար են, այս իրենց համայնքի համար են ասել։ Մեր պատվիրանները, հիմա դուք լսեք, մի հատ լսեք, որ հասկանաք մեզ ինչի համար է սա պատվիրված։ Ու հասկանանք մենք ինչ սոցիում ենք ունեցել, ինչ խնդիրներ ենք ունեցել, որ ինչ է մեզ պատվիրել։ Ինչ է մեզ պատվիրվել։ Հա, մեզ չեն ասել մի շնացիր։ Մենք շնացող չենք եղել։ Առաջագրում հիշատակում են Հայկ Նահապետի 9 պատվիրանները, թեթև բայց միևնույն ժամանակ խիստ կարևոր։ Առաջինն ասում է ով քնած է արթուն կացեք։ Ով քնած է արթուն կացեք։ Այսօրվա ժամանակակից փիլիսոփայության մեջ նույնիսկ դա կա։ Արթուն ապրելու, ոչ թե ավտոպիլոտ կներեք իներցիայի մեջ, հա, ասենց արթուն ապրելու այսօրվա նույնիսկ այսօր կա հասարակության մեջ։ Արթուն, եւ ասում են ժողովուրդը քնած է, այս ժողովուրդը քնած է, խնդիրը մենք ունեցել ենք Հայկ Նահապետի ժամանակեր։ Ասած արթուն կացեք, սա ասում է բանը, Սասունցի Դավիթը, երբ որ գնում է պատերազմի, չէ, բայց արթուն լինելը դա մենակերպայի համար չի։ Արթուն պետք է միշտ լինել, միշտ ներկա լինել սեփական եւ հասարակական կյանքում։ Ոնց ասում եմ, այսօրվա ժամանակակից հոգեբանության մեջ, փիլիսոփայության մեջ, ասում եմ, this is сейчас, here and now, որ արթուն, դու հասկանաս ռեալ, ապրես, բաց լինես, զգաս ինչա կատարվում, էլի, չքնես, չմտնես քո կաղապարի մեջ, առ այսօր կա համաշխարհային բանի մեջ, պրակտիկայի մեջ։ Որը հայերը որ մասին խոսացել են դեռ Հայկ Նահապետից երկրորդը գնանք։ Երկրորդը մորիցս մեկ եմ ծնվել, մեկ զարկ եմ տալիս։ Այսինքն մեկ եմ ծնվել, մի անգամ եմ խփելու։ Այսինքն մի անգամ է պետք, մի անգամ, այսինքն որպեսզի դու անընդհատ չտապալվես, լավ պատրաստվիր այդ զարկիդ, լավ պատրաստվիր։ Այսինքն դու անընդհատ պետք է կատարելագործես այդ մի զարկիդ համար, որտեղ կարող երկրորդը չունենաս։ Ինչի մի հատ, որովհետև դա պիտի լինի վճռականը, որովհետև կարող դու երկրորդը չունենաս ուղղակի հնարավորությունը։ Ապստամբում են մի անգամ ու լավ են պատրաստում այդ ապստամբությունը, խփում են մի անգամ ու լավ են խփում, որովհետև երկրորդի հնարավորությունը կարող է քեզ էլ ասված չտա։ Այսինքն մեր խնդիրը սոցիումի այդտեղ է եղել։ Եվ հիշեցի գիտեք ինչ, կներեք շեղվեմ, այս ճիվաղը միշտ հեգնում էր փողոցում կռվողներին, ապստամբողներին, ցույցեր անողներին, ասում էր ես մի անգամ եմ ժողովրդին հանելու դուրս։ Դեռ վաղուց։ Բայց եթե հանեցի, հետո լինելու հեղափոխություն։ Դե ես մայր հարց եմ տալի քեզ, այն ժամանակ ով էր Փաշինյան Նիկոլին ճանաչում, բայց ինքը ասում էր, մի անգամ եմ անելու։ Այսինքն, հենց հետո դա պետք է ամեն ինչ կազմակերպած լինել, բոլոր դերասանները իրենց տեղում լինեն, որ Նիկոլը 10 հոգու հաներ փողոց ու իրան հեղափոխություն լիներ։ Ես կներեք, ուղղակի շեղվեցի։ Երրորդը երբեք մի անձիր թշնամու թրիտակով։ Մի անձիր թշնամու թրիտակով։ Ամենակարևոր բանը, այսօր ինչպես պարտադրում են անել։ Այն ինչ որ չկարողացան պարտադրել Սասունցի Դավիթին։
Այն ինչ որ հիմա կոչում է խաղաղություն։ Մեզ այդ հիմա փաթեթավորումներով ուզում են տանեն թրիտակով անցկացնել միշտ հայկից սկսած 18-ի դարից սկսած պատվիրել են երբեք չանցնես թշնամու թրիտակով։ Չորրորդը ոգեկոչիր նախնիներից։ Ոգեկոչիր նախնիներից։ Միշնայի օրինակ վերցրա, մի մոռացի, մի ուրացի, հիշի նախնիները քեզ երկիր են թողել, խաչ պատերազմի են թողել, թուրքեցակի են թողել, քուրքիկ ջալալի են թողել, եկեղեցի են թողել, ինչ որ թողել են։ Մի ուրացի նախնիներ, որ ապագա ունենաս։ Որտեղ ով չունի անցյալ, ով ուրանում է իր անցյալ, ապագա չունի։ Զգում եք հայկական պատվիրանները։ Իրոք, սա լրիվ հայկական է, մեր հակով է, մեր վրով է, մեր սոցիումի համար է դա։ 5-ը փորձվիր ոսկով եւ կրակով։ Փորձվիր ոսկով եւ կրակով։ Փորձվիր։ Մի գայթակղվիր, հաղթահարի դրան։ Փորձվիր ոսկով եւ կրակով։ Վախդ եւ գայթակղությունը։ Փորձվի, մի վախեցի։ Այս բանը գաղափարը իմ ջալոս բուդդիզմի մեջ էլ կա։ Ոչ։ Ինչ է նշանակում այդ փորձվելը։ Ասում եմ, կյանքում ավելի փորձություն է, գայթակղություններ է, եւ դու պետք է հաղթահարես այդ գայթակղությանը, գայթակղություններին կատարելության հասնելու համար։ Այսինքն ամեն մշակույթ իր ձևն է տվել, իր պատվիրաններն ունի։ Մենք մերն ունենք, բայց փոխանակ մենք մեր պատվիրաններով ապրելով մենք հակառակ պատվիրաններով ենք ապրում։ Մենք ասենց ասեմ, մենք ապրում ենք մեր պատվիրաններին հակառակ։ Գնանք առաջ։ 6-ը եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ Եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ Այսինքն քո պատկերացումների պահվածքի մեջ եղիր մեծ, հա, բայց եղիր մանուկի նման պարզ, մաքուր։ Էլի բուդդիզմի պետք է գնամ։ Բուդդիզմի մեջ գիտեք կատարյալ մարդ է, որն է ճանապարհը, վերադարձ դեպի մանկություն, դեպի մաքրություն։ Զուգահեռ սպանում է։ 7-ը լոր մի որսա հաղթիր թշնամուտ։ Չի դուք բանի հետևից։ Թշնամուն հաղթել է պետք, ոչ թե լոր որսալ։ Այս ամբողջ խնդրի մեջ մենք լոր ենք որսում, թիթեռնիկ ենք նկարում։ Միշտ թշնամուն հաղթել է պետք։ Մենք այս ամբողջ խնդրի մեջ թիթեռնիկ ենք նկարում, լոր ենք որսում։ 8-ը սանձիր հոգիդ, ոգիդ ու մարմինդ։ Հոգիդ ու մարմինդ։ Այսինքն սանձիր բոլոր տեսակի հոգեկան եւ մարմնական գայթակղությունները։ Որովհետեւ այն ինչ որ է կարիքից է դուրս գալի տեղից ծառայում է չարին։ Որտեղ այդ բոլոր գայթակղությունները, դա կլինի մարմնին ծառայող գայթակղություններ, ուտելը, մարմինը լավ հագնվելը, մարմնի համար կոմֆորտ ստեղծել, բոլոր գայթակղությունները, բոլոր դավաճանություններն ու հանցագործությունները գալիս է այդ մարմնի բավարարելու հետևանքով։ Իսկ հայտնի ասում է սանձիր հոգիդ ու մարմինդ, որ դու լինես անխոսելի։ Բա այ եթե մեզ մերը կարոնար մարմինը սանձեր, մսամ էլի չես ծնվի։ Սասուսի Դավիթը եթե կարողանար սանձեր իր մարմինը, իր աղջիկը չես ծնվի, որ ձեռքով էլի կսպանվեց։ 9-ը վերևն աստված ներքևը դու։ 9 վերև աստված ներքև դու։ Դու ես ներքևում, աստված վերևում է։ Քո հարցերի լուծողը դու ես, աստված վերևում է։ Եվ դու ես աստված։ Վերև աստված ներքև դու, վերև ինքն է տիրակալը, ներքևում դու այն որ ասում են ստեք սպասենք աստուն, աստված քեզ էս ամեն ինչը տվել է։ Որ դու այդ հարցերի լուծողը լինես, լոզ չբռնես, թշնամուտ հաղթես։ Հոգիդ ոգիդ եւ մարմինդ սանձած պահես։ Սա ասպետական ասկետությունը տեղից է եկել։ Հիմա այս պատկերացնում եմ մի պահ այս ամեն ինչը մուլտիկների ձևով, կինոների, ներկայացումների, ասույթների, ֆիլմերի ձևով ներկայացվեր։ Բարբերաբար։ Եվ մենք հասկանանք, որ մենք հայկի զավակներս պատվիրաններ ունենք։ Այ եթե պատվիրաններով ապրենք, ես 9 պատվիրաններով մենք անխոցելի կլինենք։ Հասարակություն, որը սանձած ունի հոգին, ոգին եւ մարմինը, որը լոր չի խփում, թշնամուն է հաղթում, որը թշնամու սրիտակով չի անցնում, որը հասկանում է, որ վերևաստված ներքև ինքը։ Եվ ասես չէ։ Որը փորձվել է իրեն հաղթահարել է ոսկով եւ կրակով։ Իմջալս մի բան արեց Սասունցի Դավիթը։ Բայց ձեռը վարվելուց բան եղավ։ Վախեցած ձեռը տարավ բերանը եւ վառեց լեզուն։ Փոքր չէր հասկանում չան։ Ամեն դեպքում։
Դուք պատկերացնում եք մեր հասարակության բարոյական նկարագիրը, երբ որ ասում են մի վայրկյան, Մովսեսի պատվիրաններին դեմ չեմ, ախպեր ջան, բայց դա Մովսեսականն է, թող ինձ մնա դա։ Ես ընդհանրապես դրա այդ խնդիր չունեմ, արա մենք ավելի գլոբալ եւ համակարգային պատվիրաններ ունենք, համակարգային։ Մենք վերադառնանք մեր աստվածներին, վերադառնանք մեզ հատուկ մեր վրայով գրված մեզ սոցիումին ու մտածելակերպին ճիշտ նկարագրող պատվիրաններին, վերադառնանք մի հատ։ Ու տեսեք ոնց է շուրջներս ամեն ինչ փոխում։ Այդ ոչ մեկ չի կարող մեզ ասի, քո տառապանքի մեջ է քո փոխությունը, որովհետև հայտնի ինձ ասում է, լոր մի խփի արա թշնամուտ հանձնի, ախտի, ու չանցնես դրա դիտակով։ Զգացիք երկու կոնցեպցիա գլոբալ տարբերությունը։ Հիմա ես պատկերացնում եմ, ես ցանկացած հայ հետ խոսած, ասես, ինգեր, ուրեմն երկու կոնցեպցիա կա։ Մեկը քեզ պատվիրում է տարապիր ու դրա մեջ կայֆ բռնի, այլ որ լավ տարապես երկրի աշխարհությունները քոննա։ Մյուս պատվիրանով քեզ ասում են անիմաս լոր մի խփի թշնամուտ ապեք հանձնել, հաղթել։ Դու մտածի թշնամուտ ոնց հաղթես, արա դու ինչ ես լոր կրակում, լորի հետևից վազում։ Այն ինչու Դավիթն էր անում։ Այն ասես պարան ասեց այ ախմախ, այ ջահել ջան, այ պուճուր ջան, այ գիժ ջան, ինչ ես վազում այդ լորի հետևից։ Այս ամբողջ ворսասարը կոմնա, ворսասարը։ Դու ամեն ինչ ունես ընդեր, ինչ ես փանդանոթով բան ցիտ խփում։ Այսպես։ Ինչ է կարծում ես առաջարկության դեպքում, եթե մարդիկ ունենային այս հնարավորությունը ընտրության, ինչ էին ընտրելու։ Գիտեք այս հնարավորությունը չի տրվել հայ մարդուն, որ տային հայ մարդը, որ հասկանա դու տրիտակոպետի չանցնի, զուս պետքա լինի, ասպետ, մեզ հնարավոր կլիներ կառավարելը։ Չէ, իսկ այն տարբերակով հեշտ է էլի, դու արդեն ինքնական տառապում ես, ու քո թուլությունը արդարացնում ես, նրանով որ դու հեզ ու խոնար ես, որ այդ հեզ ու խոնարի պարագայում է, դու հայտնվել ես երկնքում։ Դավան էլ ասեց, եղիր հեզ, բանող ես Ադարից ծնվեց այդ խոսքը բանաստեղծությունը երկը Ռուբեն Արխիստոնը մի խոսքով Ժողովուրդ ջան ցանկացած ճգնաժամ իր հետ պիտի բերի կարծիքների կոնցեպցիաների վերանայում անպայման եթե չլիներ այդ վերանայումը Ճապոնիայում չլիներ այդ վերանայումը Գերմանիայում ոչ Ճապոնիա կդառնար ոչ Գերմանիա մարդիկ ունեցան անհաջող անցյալ անհաջող փորձ պարտված կապիտուլացված պատերազմ վերանայեցին վերջ Հիմա երկրներին ոչ ոք չի կարողանում հասնել։ Ճապոնիա որ 100 տարի չզարգանա, պաուզան սեղմի գնա քնելու, մենք 100 տարի հետո էլի Ճապոնիա չենք դառնալու։ Այդ տենց է լինում։ Արդյունքը միշտ լինում է այլ, երբ որ մարդը կարողանում է վերանայել ու այս ճգնաժամներն օգտագործել հենց դրա համար, ոչ թե կոտրվելու համար, ոչ թե հանձնվելու համար։